Աստված ձեզ օրհնի, փառք Աստծուն նաև այսօրվա համար։ Հիմա մի հարց եմ ուզում տալ, որը հələ պարզված չի, քան 1000 տարի մարդիկ երկրի վրա են, բայց կարելի ասել ամեն օր հանդիպում են նույն երևույթին ու չգիտեն այդ ինչ է։ Ինչ է մահը։ Ձեր սրտում պատասխանեք։ Ինչ է մահը։ Հիմա ես ուզում եմ մի հատված կարդալ Սուրբ գրքից։ Ծննդոցի 2-րդ գլուխը 7-րդ խոսքից 9-րդ սկզբից կարդամ ու անցնենք առաջ։ Եվ բոլոր հողի երեսը ասում է, երբ որ Աստված սարքեց, գոլորշի որ ջրում շարունակության մեջ 6-րդ խոսք եւ 7-ում ասում է, եւ Տեր Աստված հողու փոշու չինեց մարդը, եւ նրա ռնգանց մեջ կենթանության շունչ փչեց, եւ մարդը կենթանի հոգի եղավ։ Հետո ասում է, եւ Տեր Աստված արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց եւ իր շինած մարդը դրեց այնտեղ, եւ Տեր Աստված բուսցրեց երկրից ամեն ծառները, տեսնելու, հաճելու եւ ուտելու քաղցր։ Եվ պարտեզի մեջ տեղը կենաց ծառը եւ բարին ու չարը գիտենալու ծառը տնկեց։ Հետո ասում է, գետեր դուրս գալիս էս կոմենքում։ Ասենք Աստված ստեղծեց Ադամին, դրեց Եդեմի մեջ, շատ ծառներ ստեղծեց, տեսակ ծառներ ստեղծեց, ուտելու, հարմար, հաճելի, քաղցր, սակայն նաեւ շեշտում է մի ծառ, երկու ծառ ավելի ճիշտ, որ մենք չենք տեսել այդ ծառները։ Ասում է կյանքի ծառ, կենաց ծառ, այսինքն գրված է կյանքի ծառ, եւ բարին ու չարը գիտենալու ծառ։ Հետո Աստված երբ որ շարունակեց այդ գետերի մասին է խոսում, չեմ ուզում դրանց վրա կանգնել, 16-րդ խոսքից նորից Ադամի ու այդ նրա ապրելու մասին է խոսում, ասում է, եւ Տեր Աստված պատվիրեց մարդին ասելով, պարտեզի ամեն ծառից համարձակ ծառիցը, ամեն ծառից, ասում ամեն մեկ ծառից, բոլորից, ասում համարձակ կեր, բայց բարի եւ չարի գիտության ծառից մի ուտիր, որովհետեւ նրանից կերած օրը մահով կմեռնես։ Որ շատ ժամանակ խոսքերից մեջ ասում եմ, այս մարդը մեռավ, մարդը ասում է, մի քիչ կոպիտ է, էլի, ասում մահացավ։ Հիմա ասեմ, թե մարդ եմ, մեկի լեզվով ասենք մահացավ, մյուսի լեզվով ասենք մեռավ։ Տանում են, դագաղը տանում են։ Մեկն է մոտենում է ձեզ հարցնում է, հիմա այս մարդը մահացավ, թե մեռավ։ Ինչ ես ասելու։ Ինչ պետք է ասես։ Ես էլ եմ մտածել նույնն է, բայց հիմա չեմ մտածում նույնն է։ Հիմա մարդուն տանում են, ինչ ասեմ, մեռել է, թե մահացել է։ Բայց Աստված տարբերություն դրեց։ Հայերեն լեզուն հարուստ է, ռուսերեն էլ շատ հարուստ է։ Հայերենում ասում է մահով կմեռնես։ Смертью умрешь։ Բայց մեր լեզվով չկա երկու բառ։ Մի բառ է։ Մահով կմահանաս։ Ուսմես աս մեռնել նույն բառն է, մահանալ նույն բառն է։ Պետք է գտնվի այդ բառը։ Աստվածաշնչի մեջ է գրի, որ այդ լեզուն էլ հարստանա։ Բայց հիմա ես էլ եմ մտածել նույնն է, ինչ տարբերություն, մահացել է, մեռել է, ինչ տարբերություն։ Բայց հետո Տերը տարբերություն է դրում, ասում մահով կմեռնես։ Ոնց որ սենց ասենք, գազանով կմեռնես։ Կամ էլ ասենք, ուրիշ կերպ, ինչ կարելի ասել, մեռնելու անունը ինչ կարանք դնենք։ Գազանով կմեռնես, մահով կմեռնես, թույնով կմեռնես, մահով կմեռնես։ Տեր ասես, տարբերություն դրեց մահվան եւ մեռնելու մեջ։ Լավ, որ ժամանակներս շատ չգնա,
Որոնք ինչ կարելի է, ոնց որ քույրիկս ասաց հոմանիշ են, ես կասեմ հոմանիշ չեն, որովհետև Տերը հոմանիշ չսարքեց, տարբերություն դրեց։ Ինչ է նշանակը մահ, ինչ է նշանակը մեռնել։ Եվ ուրեմն մենք ուրիշ ձև մոտիկ ասեմ, դու մահով կմեռնես, գազանով կմեռնես, թրով կմեռնես, երկրաշարժից կմեռնես, ուրիշ ձև մահով կկորցնես կյանքդ, գազանով կկորցնես կյանքդ, երկրաշարժից կկորցնես, սրով կկորցնես կյանքդ, կամ էլ մահով կսպանվես, գազանով կսպանվես, և ուրիշ շարադրեմ, տարբեր գործիքով կամ թրով կամ զենքով դու կմեռնես, դու կզրկվես կյանքից, դու կսպանվես, մահը մի գործիք է, ոչ թե մենակ գործիք, ոնց որ ասես գազան մի գոյություն է, որը ավելին է, քան մեռնելը։ Հիմա ես ուզում եմ առաջ գնանք, այդտեղերը կարդանք, ուրեմն նախ առաջին Կորինթացիների 15-ի 56-ը կարդանք, հետո հետ կգնանք։ Առաջին Կորինթացի 15-ի 56-ում ասում է մահի խայտոցը մեղքն է և մեղքի զորությունը օրենքը։ Մահի խայթոցը մեղքն է։ Այսինքն մահի նմանեցնում է օձի։ Օձի խայթոց, մահի խայթոց։ Օձը կծում է, մարդը մեռնում է, օձով կմեռնես։ Մահը կծում է, մահ է առաջ գալիս, մեռնել է առաջ գալիս։ Մահի խայթոցը մեղքն է, օձի խայթոցը կծող ատամն է, խայթոցը ատամն է, որի միջից օձի այդ ատամներից թույն է դուրս գալիս, իսկ մահի խայթոցից մեղք է դուրս գալիս։ Մահն ու մեռնելը նույնը չի, մահի կծածից մեղք է դուրս գալիս։ Դրա համար ասում եմ մահի խայթոցը կամ կարաս տենց շատ ժամանակ մարդիկ մեկացնում են, օձի կծածը թույնն է, կարան ասեն մարացն են ատամն է, որից թույն է դուրս գալիս, կարան մի անգամ ասեն օձի կծածը թույնն է, յանի հենց թույն սրսկեց մարդու մեջ։ Դենց են մահի կծածը ինչով կծեց հարց էդ չի, պարզ անօրնությունով, շեղելով, մեղքն է, մեղք առաջարկեց, մարդը վերցրեց մտավ իր մեջ մեղքը։ Թույնը անցավ, մարդը մեռնում է, մեղքը անցավ մարդու մեջ, մարդը մեռնում է։ Եվ շարունակությունը կարդամ, բայց հետաքրքիր ասում է մեղքի զորությունն է, օրենքն է, զարմանալի է, օրենքը օգտագործեց մեղքը։ Հիմա վերևից ուզում եմ կարդալ, նույն գլխի 21-րդ խոսքից եմ կարդում, ասում ուրեմն որովհետև մարդով եղավ մահը եւ մարդով էլ մեռելների հարությունը։ Քանզի ինչպես Ադամով ամենքը մեռնում են, այդեն չի ասում։ Ուրիշ բանով թարգմանվում մահանում են, ու չենք զգում որ տարբերություն կա։ Թե միտքը հասկանալի է, բայց այստեղ ինչ ասում։ Ադամով ամենը մեռնում են, այդպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։ Այսինքն մահով, որ Ադամի ձեռով մտավ աշխարհ, մահով ամենքը մեռնում են, զրկվում են կյանքից։ Քրիստոսով մարդիկ վերականգնում են կյանքի մեջ։ Մահով զրկվում են կյանքից, իսկ Քրիստոսի գործով կյանք են ստանում, վերականգնվում է կյանքը մարդու մեջ։ Մահվան հակառակ գործողություն է գնում։ Դրա համար ասում են ինչպես որ Ադամով ամենը մեռնում են, այդպես է Քրիստոսով ամենը կենդանանում են։
ամեն մեկը իր կարգումը, առաջին պտուղը Քրիստոսը եւ հետո քրիստոնյաները նրա գալու ժամանակում։ Եվ հետո վախճանը, եւ երբ որ թագավորությունը Աստծուն եւ Հորը կտա, եւ որ կխափանե ամեն իշխանություն եւ ամեն պետություն եւ զորություն, Հիսուսը կխափանի, որտեղ պետք է նա թագավորի, մինչեւ որ բոլոր թշնամիները իր ոտքերի տակ դնեն։ Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է, որտեղ ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ, այսինքն Աստված ամեն բան հնազանդեցրեց Հիսուս Քրիստոսի ոտքերի տակ։ Հետո շարունակում ամեն ինչ որ կա երկնքում, երկրի վրա եւ երկրի տակ։ Զարմանալի է, վերջին թշնամին մահն է, չի ասում մեռնելն է, որտեղ մահով են մեռնում, մեռնելով չեն մահանում։ Սակայն որ ասում շատ ժամանակ այս երևույթը քանի հազար տարի չամենը 6000 տարի մեր աչքի առաջ է, մարդկության աչքի առաջ է, բայց մարդիկ հենց չգիտեն ինչ է մահը։ Շատ ժամանակ էլ էս մահը գցում են Աստծո վրա։ Ասում են դե Աստված է ճակատագիր գրե, օրեր գրե, ինքը որոշել է թե ով երբ կմեռնի։ Բայց Աստված մահ չի ծրագրել։ Աստված կյանք էր ծրագրել։ Մահ ասում Ադամի միջոցով։ Բայց այդ մահը ով բերեց, Սատանան բերեց օծի կերպարանքով։ Հայտնի մեջ ասում սա առաջին օծն է, որ բերեց, խաբեց, սուտ խոսեց, ավիրեց մարդուն։ Ուրեմն Սատանան ինքը արդեն իր ամեն ինչը վերջացած էր։ Իր այդ ժամանակը, որտեղ բավականին Աստծուն ճանաչելով են ասում, որ ինքը հնարավորություն տվել էր, որ չմեռնեն, մահվան գերի չգնան, բայց առհամարվեց Աստծո քաղցրությունը։ Ոնց որ այսօր շատերը առհամարում են Աստծո քաղցրությունը իրենց համար։ Բայց հետաքրքիր մեկը կասի, ինչու Տերը թույլ տվեց։ Այո, որտեղ Ադամին ասվել էր։ Վերջ-վերջո Աստված ուզում է տեսնել։ Մովսեսին գիտեք ինչ է ասում։ Մովսեսին ասում է 13-րդ գլխում երկրորդ օրինացի ասում է սուտ մարգարեներ կգան, տարբեր բաներ կգան, որ խաբեն ժողովրդին։ Ես սա կարա արգելի, չթողի լինի տեսման, բայց սա անում եմ տեսնեմ ժողովուրդը ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ասենք ընդունում է իմ խոսքերը, կատարում է իմ խոսքը, թե չէ։ Վերջ-վերջո Աստծո խոսք պիտի կատարվի։ Մարդիկ Աստծո խոսքը գիտեք ինչ է, հավասարացրին սորական մի թերթի խոսքի կամ հեռուստացույցի կամ սորական մարդկանց։ Ուրեմն մի փոքր օրինակ բերեմ, մարդը չի հասկանում Աստված ով է, եթե իմանա Աստված ով է, Աստծո խոսքը շատ կբարձրանա ամեն խոսքերից վեր, ամեն խոսացողից վեր։ Օրինակ այն օրը խոսում եմ միտեղ։ Մի եղբայր Գերմանիայից եկավ շուտ, մի քանի տարի առաջ եկավ, այս թեմա, ուրիշ թեմա բացեց, բերեցես մի թեմային, որ ախր հովիվները, քարոզիչները, այս օրին տեսնեք չեն ճանաչում ասում, բայց քարոզում են։ Աստվածաշունչ են քարոզում, ու սխալ, ասեց օրինակ ի՞նչն է սխալ, եղբայր ջան։ Ասի օրինակ ասեցի, մի տարածված քարոզ, անգամ դրա մասին երգ են հորինե, բրոշուրներ են գրել, գրքեր են գրել, անգամ հաստափոր։ Ասեմ օրինակ Նոյի ջրեղեղի մասին։ Ասի նրանք քարոզում են, ասում են թե իբր Նոյը քարոզում էր աշխարհին, ժողովրդին, հորոխբոր տղերքին, քեռու տղերքին, չգիտեմ ումը գուցե աղբերուներ, էսուներ, եկեք, մտեք, տապան, որ փրկվեք։ Ասում նրանք էլ ծիծաղում էին, ասում են դու ո՞րց ես ջուր բերելու, այս տապանը վեր բարձրացնես։ Մինչ անգամ առանց գրվածքի հորոխբոր տղեն մի գերան բերեց, են մի տապոր բերեց, օգնեցին, ասի դե լավ է շինում օգնենք, չգիտեմ ինչ անենք։ Ասի սուտ պատմություն է, դες բան որտեղ է գրված։
Դե ասում ախպեր, որ ենթադրությամբ ասենք հասկանում ես, որ այդ մեծ հսկա տապան ինքը մենակ չէր կարա։ Բնական է ուրեմն բարեկամներին օգնում, ընկերներին օգնում, գյուղացիներին օգնում։ Որտե ենթադրելով քարոզ կլինի։ 100 տարում շինել է, ինչ դժվար է որ 100 տարում իր ընտանիքով շինի։ Համենայն դեպս թեկուզ մեկին էլ վարձատրել է իր բեռնակիրներով ինչ-որ մի բան բերի, չի նշանակում, որ դրանք եկել են օգնելու։ Ասում բա միտեղ գրած է, չէ, արդարության քարոզիչ։ Իսկ մի հատ հասարակ պարզ բան են բերում, որ բոլորից հասկանալի լինի։ Ասում արդարություն էր քարոզում, ոչ թե տապան մտնել։ Քարոզում էր, որպեսզի գուցե ապաշխարեն, հիմա չգիտեք ապաշխարից հետո Աստված ինչ անելու, ջրեղեղ չի լինելու, թե ուղղակի հոգիները ոմանց կփրկվի առանց տապան մտնելու։ Բայց համենայն դեպս Աստված պատվեր էր տվել, նոյ։ Կվերցնես տապանի մեջ մտցնելու համար մաքուր կենդաններից 7, ոչխարկով, այծ, ուրիշ մի բան էր։ Հավա, ես մի թրջուն ընտանի կենդանների թրջուն 7 կվերցնես։ Բայց ընտանի կենդաններից դուրս, թրջուններից դուրս զույգ կվերցնես, մի արու մի եկ։ Կվերցնես արծիվա, որի ասած ընտանի կենդանների նման հավասար չէր, ամենադեպս ինչ պատճառով Աստված գիտի, չեմ ուզում հիմա խորանանք դրա վրա, կամ առյուծ, կամ ուրիշ մի բան, զույգ կվերցնես։ Եվ նրանց հետ մեկտեղ դու քո 3 տղաները, 4 տղամարդ, քո կինը, 5 եւ 3 քո հարսերը 8 հոգով կմտնեք տապան։ 8 հոգի Աստված հրաման է տվել։ Ասում է պատկերացան Նոյը գալիս է ասում, բայց Աստված քիչ ասե 7 կենդանի քիչ է, ինչի բան ասած ջրեղը ինչքան գոնե մի 70 հատ վերցեմ մի մասն էլ ուտելիք ծառայի մեզ, օրինակ։ Վերցե 70 հատ կամ 7 հատ չէ 8 հատ վերցներ, այն կենդաններից զույգ չէ 2 զույգով վերցներ։ Աստված նրան կփրկեր։ Չէ։ Որտեղ վերջում գրած Նոյը այնպես արեց, ինչպես որ Աստված պատվիրել էր։ Այս խոսքը կրկնվում է նաև Մովսեսի համար, ասում է ամեն ինչ այնպես արեց, ինչպես որ Աստված ասել էր։ Հիմա լավ, մեկ էլ Աստված տեսնեն Նոյը իր հորոխբոր տղուն, քեռ տղուն, չեմ աղբոր կնգան, երեխեքին հավաքելա, բերելա լցե տապան, Աստված ինչ է անել, տապանը վեր բարձրանար։ Մի փոքր ճանաչողություն ասա։ Աստված ասել էր, այդպես չլներ, Նոյն էլ հետ խեղդը։ Նոյն ընտրել էր որպես հնազանդ մարդ, է որ անհնազանդություն աներ, իր ուզած մարդկանց հավաքել լցե տապան, ինչ փրկություն։ Չէ՞։ Փրկություն չլինի։ Լավ էս մարդիկ չեն մտածում, որ քարոզում են Նոյը ասում էր, եկեք, Նոյը քանի գլխի տերեր, որ Աստծո խոսքի վրով անցներ, 8 հոգու տեղ մի 100-200 հոգի լցներ, օրինակ տապան, կամ շատ։ Միթե սա կկոչվեր հավատացյալ, միթե Նոյը կկոչվեր Աստծուն հաճելի մարդ, կամ հնազանդ մարդ։ Բա ո՞նց է որ քարոզում են։ Ասում է եղբայր ջան, կարող է Նոյն էլ մտած մեր թոլ ապաշխարեն մտնեն տապան, հետո Աստծու կաղոթեն, որ սրանց չսպանի, ինձ էլ չսպանի։ Ասիկի արդեն իրենց մետքից, խելքից խոսում են։ Ու նման բան այսօր հազարավոր, տասնյակ հազարավոր ուսուցումներ այսօր կա երկրի վրա, որ Աստծո խոսքին չեն նայում, խոսում են ինչ ուզում են։ Ինչ ուզում են, դա էլ ասում են։ Կարծելով թե Աստծուն լավություն են անում։ Մի եղբոր տղա ունեմ, մի օր լավ իմաստը չի, ասեց մոտիկ մարդ էլ ավելի, ասեց մինաս գիտես ինչ եմ անում ամեն օր, ինչ եմ անում։ Ամեն օր հլնում եմ, ասում եմ փառք ես Տեր Աստված, դու մեծ ես, մի հատ էլ սատանային լիքը քֆուր եմ տանում։ Իբր հավատացյալ է էլի։
Իրան թվում է Աստծուն հաճելի է, սատանային քրվում է, Աստծուն էլ փառք է տալիս։ Ասեցի Աստծուց չի, քո արա դու չես փրկվելու, դատվելու ես, խի, որովհետև սատանան ուզում է թեկուզ ինձ քրվի մենակ թե կորսովի, մեղ կորցի։ Իր համար նշանակություն չունի ումն ես հայոյեմ, իրան, հարևանից, թե աղբոր, թե քրոջը կապ չունի։ Սատանայի նպատակը մենակ թե մեղքի մեջ հելի, թեկուզ ինձ հայոյի։ Դեր գնացել ես, գիտես թե Աստծուն բարիք ես անում, սատանային հայոյում ես։ Էդ ատես լիներ, դերը գրքում էլ գրել կտար, ամեն առավոտ հայոյ եք սատանային։ Բայց դες բան չկա։ Դրա համար մարդուն շատ բան կա, թվում է, մարդը ծուրուսմուքները հանամ, խոսում է տարբեր բաներ, հետ ասում Աստծո փառքի մար, փառք տանք Աստծուն, սենց ընես, իրան թվում է, որ ասում Աստծո համար, Աստծո փառքի մար, Աստծո մեծության համար գիտի թե Աստծուն դուր կգա։ Աստծուն այդ խոսքերը դուր չեն գալիս, Աստծուն իր ասածին հնազանդվելն է դուր գալիս։ Դրա համար ասում ով հավատաց, հավիտենական կյանք ունի, իսկ ով չհնազանդվեց, կյանք չի տեսնել, բարկությունը կմնա նրա վրա։ Մեռնեմ Աստծուն, ղուրբանեմ Աստծուն, մեկ ես Աստծո շունը հելնեմ, Աստծո շունը հավքող չի, քոն մաշաներին հավքի, գնա ապաշխարին։ Ամենայն դեպս, այո, չճանաչելու պատճառն է, որ մարդը կարի Աստծո խոսքը ծռի ուրիշ բաներ խոսի։ Այն օրը մեկը խոսում է, ասում է, Աստված, ասում է, սիրո իբր զգացում չունի Հայաստանի քարոզիչներից։ Ինքը որովհետև սեր է, ինքը սեր է, սեր չունի։ 1000 տեղ գրած Աստված սիրում է, սիրում է, սիրում է, սիրում է, սիրում է, մի տեղ Հովհաննես ասեց Աստված սեր է։ Ամենը ջնջեց, ես մեկը վերցեց, հետո զարմանան գիտեք ինչը, քարոզի մեջ էլ ասում է Աստված մեզ սիրեց, Քրիստոս մեզ սիրեց, այլ նոր դու ասում ես սիրո զգացմունք չունի, դու ո՞նց սիրեց։ Մարդիկ են ուրախանում են, ալելույա են գոռում, գցել են YouTube որպես մի հատ հզոր քարոզ, տասնյակ հազարավոր մարդիկ նայել են, հələ դեռ նայում են, իսկ ի՞նչ նորություն էր, ոնց է Բենիհին էլի, ասում է Աստված ողորմություն չունի, ինքն է ողորմությունը, ասում է, լսել եք, ասում է նա սեր չունի, ինքն է սերը, նա չգնեմից չունի, ինքն է սուտ, դենա մեկը չկանդ ասում, մի հատ գրքով ապացուցի, գրվածքով ապացուցի ասա, որ չունի Աստված այդ բաները։ Այն օրը մեկը նորից խոսում էր, շատերն է խոսացել, շատերդ եմ խոսացել, մեկը Ռուսաստանից զանգեց, մի մեծ կիներ, մեր եկեղեցուց, ասենք այն հին մեծ եկեղեցուց գնացել Ռուսաստան։ Զանգեց, միլազ եղբայր, բարև, գիտես թե չեմ տեսել, ինչ ես տեսել, ձեր կլիպները, ձեր ժողովների մեջ, ասենք, ժողովին դե մենք չենք պարում, ասենք, տոնական ժողովներին, նոր տարի այլ է, ինչ-որ ժամանակ գուցե մեկը նկարել է, գցել է, էդ էլ չի կարելի անել, բայց սովորական ռեպ ու եսի ինչ չի, գժական այդ բաներից չի, չարից, որովհետև այդ հեղինակները իրանք ասում են, սատանայից ենք ստացել, տեսակ երգերն էլ, պարելն էլ, բայց կա ժողովրդական պար, որ Աստված տվել է։ Մի քիչ երկարացրեց թեմայից ոնց որ դուրս եմ գալ, բայց ցույց տաս մարդիկ մահվան գնում են, մահվան ձեռն են ընկնում, մեռնում են ու գիտեն թե արդարներն երկնքում կլինեն։ Եվ ասում ձեր կլիպների մեջ պարում էին ժողովուրդը, ասի հա հետո ինչ։ Մեղ կա, խնդրում եմ ջնջի դո չնի, ջնջի։ Ասում քուր ջան, մեծ գին, ասում եմ որպես մայր, ես քեզ հարգում եմ, որպես ոնց որ մորտեղ։ Բայց ես ինձ ամեն մարդու ասելով չեմ կարող այս անեմ, ինչ անեմ։ Սուրբ գրքից ցույց տուր, գրած է գողությունը մեղք է, շնությունը մեղք է, չէ՞, գրած է մեղք է ցուցակում, մի հատ ցուցակում ապարելը մեղք է։ Որտեղ ես դու տեսնում այդ բանը։ Ասում չէ, ջնջի։
Մարդկանց ասում են նորից այդ խելքի բացատրում եմ էլ նորից չեն ուղղվում, որտեղ շատ խիստ են բանի ասած Քավոր Պետրոսի ասած ասում է խիստ կապե իմ հոգուս չեմ կարող անեմ այդ ապրելաձևը հիմա ասում եմ Իսրայելը Աստծո ժողովուրդ էր չէ հա դարերով Աստված իրենց հետ վարվում էր երբ որ մեղք էին գործում հանդիմանում էր մարգարեների եւ իր ծառաների միջոցով ասում էր դու մեղք ես գործել դու մարդ ես սպանել դու անիրավություն արել դու խաբիր որևէ անգամ Իսրայելին հանդիմանել է Տերը բարելու համար որտեղ ինքան մինչև հիմա իրանք ասենք են հին հարսանիքի ձևերն ունեն տեսել եմ ես իրաց բարերը վերջը ինչա եթե մեղք էր ասած չտեսա որ մեղք են գործում մի հատ էլ բարի համար հանդիմաներ էնի միևնա չի ազդում որտեղ եւ ասում խիստ կապե հոգուն իրանց սուտ պատվիրանները մեկն ասես դուք մեղքի մեջ եք այդ 50-ական եկեղեցու ոմանք ասեց ինչ են մեղքի մեջ դուք պարում եք հարցնիքներին ասի բայց դու էլի պարում աղբորդ հարցնիքին ինչին է մեղքը գործում իա ասում է իմ աղբոր հարցնիքն է դրա իսրան բան բացատրի որ իր աղբոր հարցնիքն է իրանք ասի այն էլ ուրիշի աղբոր հարցնիքն է քո աղբերը իրանց աղբեր չի պատկերացրեք հիմա շարունակենք ուրեմն ասում է նաև վերջին թշնամին որ մահն է Քրիստոսի ոտերի տակ դրի 5-ի Հռոմեացի 5:12-14 ասում սրա համար ինչպես մեկ մարդու ձեռքով մեղքը մտավ աշխարհ եւ այն մեղքով էլ մահը եւ այսպես մահը ամեն մարդկանց վրա տարածվեց ըստ որում ամենքը մեղանչեցին որտեղ մինչև օրենքը մեղք կար աշխարհում բայց մեղքը չէր համարում քանի որ օրենք չկար բայց մահը թագավորեց Ադամից մինչև ուշադրություն դարձեք չի ասում մեռնել է չգիտեմ գուցե ոմանք էս վերջից չեն զանազանել մեռնել գրեն բայց մահ է գրված ասում է բայց մահը թագավորեց Ադամից մինչև Մովսես Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա է որ օրինակ է նրան որ գալու են մահը գոյություն ունի հավիտյան որ ինչպես որ հայտնության թղթում ասում է գրքում ասում է մահը եւ դժոխքը գցվեցին կրակի լիճը եւ շարունակության մեջ ասում է ասիկ այստեղ եմ ուզում կարդալ որ ասում է որտեղ մինչ օրենքը մեղքը կար բայց մեղք չէր համարում քանի որ օրենք չկար ասիկ մինչև Մովսես օրենք չկար բայց մարդիկ մեռնում էին մահը թագավորում է նրանց վրա Հիմա այնպես չի որ մեղք չկար, մեղք կար, բայց բացահայտված չէր։ Բայց հենց որ օրենքը եկավ, մեղքը ջրի հերես ելավ։ Ու մեղքի զորությունը ասում է օրենքն, այսինքն մեղքը առիթ առավ, հենց օրենքով կարելի ասել։ Ոնց որ սատանան, ուշադրություն դարձեք, սատանան չէր կարողանում Ադամին Եվային մեղանչել տար, զրկեր Աստծուց, կյանքից զրկեր, իրան ինչ էր պետք բացահայտել Աստծո պատվիրան եւ այդ պատվիրանի խախտում առաջ բերել։ Բացահայտել Աստծո պատվիրան։ Ու համոզված եղեք, որ շատ հարցեր է տվել, ուղղակի Աստվածաշունչը ամեն ինչի չի բացահայտում։ Բայց նաեւ հարցերից մեկը սա է, միթե ճիշտ է կամ արդար է, որ Աստված ասեց պարտեզի ամեն ծառերից մի կերեք։ Կարծես մեղադրում է Աստծուն։ Աստծուն իբր պաշտպանելու չիմացա ում այդ է խոսում, ինչի է խոսում։ Չէ, Աստված չի ասել մի կերեք։ Ամեն ծառից թույլ է տվել, բայց մի ծառից թույլ չի տվել։ Կյանքի ծառից։ Ու բացը Աստված ինչ ասել, մի բան էլ ավելացրեց, ասել մի կերեք եւ մի դպչեք։ Որ չմեռնեք։ Ամենայն դեպս ուտելն էր իրենց համար մեղքը, ոչ թե խոսել էլ չէր հասկանում, ինքը գիտությամբ չէր անում։ Աստված գիտի ինչպես կվերաբերվեր, եթե չուտեր։ Բայց ամենայն դեպս
մահով չէին մեռնի։ Պատկերացնում եք, սատանան ճարեց պատվիրանը Աստծուն։ Եթե ուզում ես զրկես Աստծուց, պատվիրանա զանց արա, ուխտա զանց արա, Հոբի գրքում ասում է, Ադամը ուխտ զանց արեց Աստծուն, ուխտ էր, պայման էր, մեկ պատվիրանի շուրջ։ Բայց իհարկե Իսրայելը տարբեր պատվիրանների շուրջ մեկ չէր, մենք այսօր ուրիշ ուխտ ունենք, դրա մասին խոսենք, պետք է լավ էլի խոսենք։ Ման եկավ գտավ, հիմա սատանան կամ մահը, ասենց ասես, որ անձնավորեցնում է Սուրբ Գիրքը, ինչ պատվիրան կա, դրանց հանդեպ օրնազանց անեմ։ Գնացա մի գողացի, մեղի գողանալու։ Դրա համար ասում օրենքը զորություն եղավ։ Միջոց ելավ, օգտագործեց։ Դες սատանան օգտագործեց այդ պատվիրանը, որ մի կեր։ Այսինքն ասում, չէ, չեք մեռնի, ուտեք ավելի լավ կլինի, այս կողմ են կողմ Աստծու կնմանվեք, բայց ստեղ էլ արդեն մեղքը օգտագործում, մեղքի զորությունը, ասիկը մահվան օգտագործած միջոցը, սատանայի օգտագործած միջոցը, դառնում է օրենքը, որ սխալ է ներկայացնում։ Մեղանչել է տալիս, ոչ թե Աստծո պատվիրանը սխալ էր, որ ասում են մի կերեք կյանքի ծառից, բայց ինքը ծռեց, ծուռ ներկայացրեց։ Նմանապես օրենքը, ոչ թե օրենքն է մեղավոր, վատ, որ օրենքի պատճառով մեղքը բացահայտվում է, ինքը բացահայտում է, լույս է, բայց օրենքի հետ սխալ են վերաբերվում եւ մեղանչել են տալիս մարդկանց։ Չնայած մարդը արդեն անկարող էր մեղանչել չտայն էլ պոտենցիալ ինքը մեղանչող էր։ Հիմա տարբերություն ինչ առաջվա։ Առաջ մարդիկ կարելի ասել ընդհանրապես ինքնահոս էին գործում, մեղանչում, բայց հիմա ինքնահոս չի միայն, նաև ծրագրեր է կազմված, որ մարդկանց մեղանչել տան, են էլ մահացու մեղքեր անել տան, որ էլ ասում է ավերվածի պղծություն, այսինքն ավիրի էլ դարձի հնարավորություն չունի։ Այս է վտանգավոր, որ շատ ժամանակ անգամ խնդրում ենք ձեզ, որ զգուշ ելեք։ Ամեն մարդու խոսքում է արդարության նման է, բայց մահացու մեղք անել տալիս։ Կարծես լավ բաներ են խոսում, բայց հետևանքում օծը կարծես լավ բաներ են խոսում, բայց հետևանքում մահը բերեց։ Մահով մերձրեց Ադամին ու Եվային։ Աստված ձեզ պահի։ Ուրեմն օրենքի մեղքի զորությունը, որ ասում է, օրենքն է այս իմաստով է ասում, որ նա բացահայտում եւ մեղանչել է տալիս։ Բայց վերջում ուզում եմ մի հատված կարդալ ձեզ համար, որ ասեցի շատերս ինքս էլ, ոչ թե ձեզ մեղադրում եմ, այլ ինքս էլ այդպես եմ մտածել, հավատացյալ ժամանակ էլ ինչ-որ տարիներ, հետո եմ հասկացել, բայց հարցը սա է, որ մենք շատ ժամանակ մահը, մենք էլ անհավատների նման ենք մտածում, մահը նշանակում է մեռնել, զրկվել կյանքից, անշնչանալ, էլ չապրել, բայց դուք գիտեք, մահը որն է, վերջին թշնամին մինչ անգամ մահն է, որ մահվան խայթոցն էլ մեղքն է, այսինքն հետաքրքիր է, ինչ է կատարվում, մահը մատերի արանքով ենք նայեն, բայց ասում նա խայթոցը, եթե մեղք է կատարվում, նշանակում է մահը գոյատևում է դեռ, նա կա, երկնքում որ մահ չի լինելու, մեղք էլ չի լինելու, դրա համար մենք շատ քարոզը Քրիստոսի խաչի գործի մեջ ինչ ենք ասում, Աստված մեզ ազատեց, օրինակ, հենց առաջինը մեղքից, մահից, իհարկե մեղքի պատժից, որ ասենք ներկայացում ուզում եմ, լավ, մի քիչ մանրացնեմ, մեղքի պատժից, մեղքի զորությունից, մեղքի ներկայությունից, երկնքում արդեն։ Մեղքից ազատելը 3 փուլ ունի։ Նախ մեղքի պատժից, որ մեղանչել ենք մեր գործած մեղքերի մեջ, չենք պատժվի, որ հավատացել Քրիստոսին ապաշխարել ընդունել հավատացել է,
Երկրորդը մեղքի զորությունից, որ թեև մենք ապրում ենք մեր շրջապատում մեղք կա, մեր մարմնի մեջ մեղանչական բնություն կա, բայց մենք կարող ենք, ասենք օրինակ, ով ուզում է հաղթահարի մեղք չգործի։ Երրորդը արդեն երկնքում մեղք գոյություն չի ունենա, ազատ ենք մեղքի ներկայությունից։ Ուրեմն նաև մենք ասում ենք, չէ, Քրիստոս խաչը մեզ ազատում է մեղքի պատժի, մեղքից, մեղքի այդ մահից, սատանայից, չէ՞։ Եվ էլի ինչ-որ նշվածը չեմ ուզում նշեմ, ասիկն շոշափում է նաև մահից ազատեց, մեռնելուց չի ազատում, հələ որ մարդիկը մեռնեն, այս մահից ազատված են մեռնում, պատկերացնում եք, տարբերությունը որն է, մարդիկ մեռնում են ֆիզիկապես, բայց չեն մահանում, նրանք մեղքից ազատված են մեռնում, ամեն մեռնող չի, որ պետք է գնա դժոխք, օրինակ եմ ասում, կրակի լիճ, շատ մեռնողներ հիմա դրախտում են, մեռածներ, մրնջեցյալներ են համարվում, շատ մեռածներ հարցու կառնեն, Քրիստոսի հավիտյան կապրեն, դրա համար մարդը մեռնում է, բայց չի մահանում, շատ կարևոր է, որ մենք սա իմանանք, իհարկե խոսակցության սովորության համաձայն շատ ժամանակ մեր բերնից այդ սխալ ձևի հասկացողությունը դուրս կգա, ոչ թե արդեն տենց է, կասեք մահացել է, այս ինչ քույրը մահացավ, ինչ եղբայրը մահացավ, մենք եկի հիշենք, նա չի մահացել, նա մեռել է։ Քիչ-քիչ մեր լեքսիկոնը պետք է փոխենք, սարքենք։ Հիմա սխալվելու դեպքում հանցանք չի, մեղք չի, որ Աստված ձեզ կպատժի։ Բայց ընդհանրապես այտենց չի, որ մարդը մահացավ, հավատացել մանավանդ։ Այլ մարդը մեռնում է, բայց մահից ազատ։ Քրիստոս մեզ ազատել է մահից, ժամանակավոր չի ազատել մեռնելուց, մեռնողները հարություն կառնեն, մահվան մեջ լինողները Քրիստոսի հետ չեն ապրի, մահը և դժոխքը դժոխքում լինողները և մահվան մեջ լինողները կգցվեն կրակի լիճ, այսինքն ինչ է նշանակում, ինչ տարբերություն, շատ մարդիկ կան չեն ապաշխարում, մահացել, մեռել են, նրանք դեռ դժոխքում են, մարդիկ էլ կան, որ չեն մահացել, չեն մեռել, նորից չեմ կամ ուղղեմ լեքսիկոնս, չեն մեռել, բայց մահվան մեջ են, երկրի վրա կենդանի են ֆիզիկապես, չեն մեռել, բայց մահվան մեջ են, վերջ-վերջո Քրիստոս երբ որ գա, երկիրը դատարկ չի լինի, մենակ մեռածների հետ գործ ունենա, հարություն տա, դատի կամ պարգևատրի։ Մահը և դժոխք, ասիկն, մահվան մեջ լինողները, երկրի վրա եղողները և դժոխքում լինողները կգցվեն կրակի լիճը։ Ոնց է ասում է, պետք է մեռելները հարություն առնեն Քրիստոսի ժամանակով հավատացյալ, որ Քրիստոսի հավատքով են մեռել, և նաև երկրի վրա եղած հավատացյալները պետք է հափշտակվեն։ Ուրեմն երկու խումբ է միանում Հիսուսին։ Հավատքի մեջ ննջեցյալները, այտենց ասում, մեռածները, և հավատքի մեջ երկրի վրա գոյություն ունեցողները։ Այտենց էլ կրակի լիճը գնում են անհավատ կամ Քրիստոսի մերժած մեռելները, որ դժոխքում են արդեն, և այն մարդիկ, ովքեր դեռ երկրի վրա են, մահը և դժոխքը գցվեց կրակի լիճ։ Կգնան կրակի լիճ։ Ուրեմն Աստված ձեզ օրհնի, պահի, որ դուք արթուն լինեք, ուզում կարդալ այս վերջին հատվածը, որ ասեցի, սակայն մենք մեզ պետք է քննենք։ Հիմա տարբեր եկեղեցիներն գիտեք ինչ, խախանդացրել են հավատացյալներին, ոչինչ որ մեղք ես գործ է, Հիսուսը քո համար մեռել է, ջնջել է, ինչ էլ ուզում ես արա մեկա քո տեղը դրախտն է, այդպես չի։ Տեսեք ինչ ասում, Գաղատացի 5:15-21 ասում է, և հայտնի են մարմնի գործերը, որ են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժամունքներ, չար նայվածքներ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և ինչ որ սրանց նման են, այսինքն այս նշված բաները բոլորը չեն։ Եվ ինչ որ սրանց նման են,
որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողները Աստծո արքայություն չեն ժառանգի։ Թող ոչ մեկ քեզ չխաբի, թե դու ընդունել ես Հիսուսին հավատ, եթե ընդունել ես, հավատացել ես, բա ուր է պատուղը հավատքի։ Չէ որ Քրիստոս խաչով ազատում է մեզ մեղքին, ոչ թե միայն անցյալ պատժից, որ գործել ենք անցյալ, այլ նաև հիմա ուժ է տալիս, որ չգործես։ Հիմա ուժ է տալիս, բայց որ եթե մարդը դրա մեջ հարատևում է, այո, կարելի անհանգստանալ, ջանքանել, որ պրծնել ես բաներից։ Չեմ ասում արդեն ձեր վերջը եկավ։ Չի ասում, այսպիսի բաներ գործողներ, հա, գործողներ գրում են, այն մի գործի, ասում, գողը էլ չգողանա, չէ՞ ուրիշ թխվում ասում է։ Սուտ խոսող էլ սուտ չխոսի, այս բան անողը էլ չանի։ Փառք ասի, որ հնարավորություն տվել է մեզ ուղղվելու։ Հիմա ամեն բան էս չկա մեր մոտ։ Շանսից որևէ մի բան լինի, սրանց մի բան լինի։ Կանգնի դրա վրա, ջանք արա։ Ջանք արա աղոտ քանել, ստիպի քեզ որ չանես, ասենք ջանք անել է դա։ Պայքարիր։ Կարող ես հաղթել, առաջ չէիր կարող հաղթել առանց Քրիստոսի։ Չես ուզում, Պողոս ասում է, չեմ ուզում, բայց անում եմ։ Բայց հիմա այդպես չի արդեն։ Քրիստոս խաչվե, այդ հնարավորություն տա, եթե չես ուզում, կարաս չանես, եթե ուզես, կարաս անես։ Արդարություն էլի, ուզես, կարաս անես։ Առաջ ասում եմ, ինչ որ ուզում եմ, բարին չեմ կարող անեմ, չարը չեմ ուզում, այդ եմ անում, բայց հիմա դες չի փոխվել է հավատացողի վիճակը։ Հնարավորությունը։ Չեմ ուզում, չեմ անում։ Բարին էլ ուզում եմ, անում եմ։ Աստված ձեզ պահապան։ Ուրեմն մեծ հենց էս է Տիրոջ շնորհքը, որ ուզում եմ, դրա համար Պողոս առաքյալը ասում է, որ շատերից ամեն ավելին աշխատեցի, ավելին ոնց սրբվեցի, մաքրվեցի, հետո շարունակում ասում, ոչ թե ես, այլ ինձանում բնավոր Աստծո շնորհքը։ Շնորհք է տվել, բայց այդ ժամանակ մենք շնորհք չունենք, նվեր չունենք մեղքի դեմ օգտագործելու, ուժ չունենք, բայց հիմա արդեն փառք Աստծո տվել է։ Կարաս դու պայքարես, չանես։ Բան փասում ես, չարախոսում ես, ատում ես, կարաս չանես, բայց առաջ դե գնա մարդուն օրինակ ասում ես սիրի քո ընկերոջը։ Այո, սեր չկա, որ չունեմ, ո՞նց անեմ։ Դες հաց կեր։ Հա որ չկա, ինչ ուտեմ։ Սիրի, որ չունեմ, ինչ սիրեմ, ո՞նց սիրեմ։ Բայց հիմա արդեն Տերը տալիս է։ Տեր ուրեմն ուտելու բան է տվել։ Սիրի ուրեմն սերը կլցնի սրտում, եթե հոժարվես։ Բայց առաջ ուզել էլ չէիր կարող ձեռք բերել սեր։ Ու նման բոլոր բաները Աստված թող ձեզ օրհնի։ Ուրեմն որոշ չափով մենք գիտակցենք, որ մահը ինչ է իրենից ներկայացնում, թեև գիտեք ոնց այս հիմքերը, որ դրվում են մեր մեջ, 10-10-ների միջոցով կամ ասում են, չսենք դռներ են։ Միջոցներ, որ ավելի խորը հասկանանք։ Տերը ձեզ օրհնի, պահի։ Աղոթ կանենք, վերջացնենք։